Հարգելի նախկին ու դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր Էյնշտեյնի և Ալթինֆելդի թեման, գրքի քննարկման թեման, պետք է ասեմ, որ ես ընտրել եմ ճիշտ ասած այն թեմաները, որոնք առնչվում են ձեր ու ձեր դասանում անցած ուրեմն դասընթացի գաղափարներին։ Ուրեմն, ստեղ ինչ էի ներկայացրել։ Մեսոպ Մաշտոցին առաջին նախադասությունը ճանաչել իմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ։ Սա ուրեմն մեր նշանաբանի փոխարեն։ Ուրեմն Ալբերտ Էյնշտեյն, Լեոպոլդ Ինֆելդ, ֆիզիկայի էվոլյուցիա։ Տեսնենք, թե ինչ էվոլյուցիա է ապրել ֆիզիկան։ Վերջում ես այս ուրեմն գաղափարը քննարկեցի, թե ինչպես է ուղղված ուրեմն արագության վեկտորը, երբ որ ուղղագիծ շարժում է կատարում, եւ ինչպես է ուղղված արագության վեկտորը, երբ որ ինքը կատարում է գորագիծ շարժում, եւ ինչպես կարելի է որոշել այն ուժը, որը ազդում է տվյալ մարմնի վրա, որ փոխի նրա արագությունը։ Ինչ է նշանակում արագություն, արագության փոփոխություն, ուժ հասկացությունները։ Գալիլեի ղեկավար գաղափարը նույնիսկ սա արտագրել եմ հենց իրենց գրքից։ Տանում է մեզ դեպի գորագիծ շարժման պատկերացմանը։ Գործնականում հնարավոր չէ բոլոր ուժերից ազատվել։ Դա պարզապես հիշում եք, մենք ասացինք, որ եթե մենք քսուկներ կսենք մարմնի, ուրեմն շարժող մարմնի, ուրեմն անիվներին, ապա մենք կունենանք սարքի շփումը կչեզոքացնենք եւ մենք կունենանք ուղղագիծ հավասարաչափ շարժում։ Բայց երբ որ ուժ էր ազդում, ապա մենք ունենում ենք արագության փոփոխություն։ Ոչ միայն ուրեմն ոչ միայն ճանապարհի երկարությամբ, այլ ճանապարհի ուրեմն ճանապարհի երկարությամբ ոչ միայն մի ուղղությամբ, այլ նաև մյուս ուղղությամբ փոփոխվելու դեպքում։ Այստեղ, ինչպես տեսնում եք, ես նկարել եմ մի կորագիծ շարժում։ Այս կորագիծ շարժման ժամանակ արագությունը փոխվում է։ Նույնիսկ եթե արագության ուղղությունը չի պահպանվում, դա էլ է արագության փոփոխություն։ Օրինակ, այստեղ առաջին մեկ կետում արագությունը ուղղված է, ինչպես գիտենք, դեպի վեր է ուղղված, աջ վերև։ Իսկ երկրորդ կետում ուղղված է ձախ ներքև։ Այս երկու առաջի երկրորդ արագությունների փոփոխությունները տալիս է մի արագություն, ես նկարել եմ ներքևի ձախ կողմի պատկերում։ Ուրեմն, երբ որ վեկտորները իրարից հանել են, ստացել է մի վեկտոր, այդ կետագծերով ներկայացված վեկտորն է, որն ուղղված է առաջի վեկտորի ծայրից դեպի երկրորդ վեկտորի ծայրը։ Այդ դա է հենց իրենց ներկայացնում է արագության փոփոխությունը, որտեղ որ արագության փոփոխությունն է, այդ ուղղությամբ էլ ուղղված է ուժը։ Այսպես ենք մենք ենթադրում։ Երկրորդ եւ երրորդ ուժերի արագությունների փոփոխությունները ես նկարել եմ ներքևի աջ կողմում նկարված վեկտորական դիագրամում։ Այդ երկու վեկտորները վերցրել եմ, տեղափոխել եմ իրենց զուգահեռ եւ երկրորդ վեկտորից հանել եմ երրորդ վեկտոր եւ ես ստացել եմ մի արագության փոփոխության վեկտոր այդ կետագծերով ներկայացված։ Եվ դա իրենից ներկայացնում է հենց ուժի ուղղությունը։
Սա է հիմնական գաղափարը ներկայացրել ուրեմն Էյնշտեյնի գրքում։ Նու եթե մենք մասնավորեցնում ենք ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում, թե ինչպեսին կլինի այդ փոփոխության ուղղությունը, ինչպես տեսնում եք առաջին վեկտորի առաջին կետում ունեցած վեկտորը, որ նկարված է գծի ներքևում, ուղղված է դեպի աջ, բայց ավելի փոքր չափ ունի, քան թե երկրորդ կետում ունեցած արագության վեկտորը։ Ինչպես տեսնում եք, այս երկու վեկտորներից, որ երկրորդ վեկտորից հանում ենք առաջի վեկտորը, ես նկարել եմ այս ամենաներքևի մասում, նրանք մոտեցրել եմ իրար պարզապես, որովհետև նրանք միմյանց զուգահեռ էին, պարզապես իրար վրա կընկնեին, կլղոզեին կարծես պատկերը։ Դրա համար ես առանձին եմ ներկայացրել եւ կետագծերով ներկայացրել եմ, թե ինչպեսի փոփոխություն է ներկայացրել փոփոխությանը ենթարկվել արագության վեկտորը։ Այսպիսի մասնավոր պատկեր ենք ստանում, երբ որ մենք սա մասնավորեցնում ենք, այսինքն կորագիծ շարժումը մենք մասնավորեցնում ենք, դարձնում ենք ուղղագիծ շարժում։ Ինչպես տեսնում ենք, եթե արագության վեկտորը այդ կետագծերով ներկայացված ուղղությունն ունի, ապա ուժի ուղղությունն էլ է այդ ուղղությամբ եւ իրոք այդպես է, որովհետեւ առաջինից երկրորդը որպեսզի մարմինը իր արագությունը մեծացնի, մենք պետք է նրա վրա ուժ ազդենք ձախ կողմից դեպի աջ, ինչպես նկարված է այս երրորդ ուրեմն պատկերում, ամենաներքևի պատկերում, ձախ կողմից դեպի աջ, այսինքն արագության փոփոխությունը իրենից կարծես թե ներկայացնում է հենց ուժի ուղղությունը։ 24-րդ էջի գաղափարը հետևյալն է. եթե ուժ չկա, ապա արագության փոփոխություն չկա։ Ուժն է ստեղծում արագության փոփոխություն։ Ուժի ազդեցության փոփոխությունը կարող է լինել ուղղությամբ, ուժի եւ արագության փոփոխության կապը այնպես պետք է որոշվի, որ կարող են գտնել այն ղեկավար գաղափարը, որը թույլ կտա հասկանալ շարժման ընդհանուր պրոբլեմները, ինչպես ներկայացված է այս ուրեմն Էյնշտեյնի եւ Լեոպոլդ Իմպերտի գրքում։ Ուժի ուղղությունը ունի այն ուղղությունը, ինչպես արագության փոփոխության ուղղությունը։ Այսպեսի ենթադրության են հանգել Ալբերտ Էյնշտեյնը եւ այսինքն ոչ թե Ալբերտ Էյնշտեյնը, այլ Լեոպոլդ Իմպերտը, այլ պատմությունն է այդպես ասում։ Նյուտոնի եւ Գալիլեի գաղափարներն են այդպես ասում։ 25-րդ էջի գաղափարը։ Եթե կոր գծի բոլոր կետերի համար արագությունը հայտնի է, ապա ցանկացած կետում ուժի ուղղությունը կարելի է անմիջապես գտնել։ Ինչպես տեսնում եք, այսինքն նկարված է կորգիծ եւ այդ կորգծի երկու կետ է վերցրված, այդ իրար մոտիկ կետերը վերցնեց, այդ կետերում արագություններն ես նկարել եմ ու զուգահեռ տեղափոխել եմ ներքևում ստացել եմ նրանց արագության փոփոխության վեկտորը եւ այդ վեկտորը իրենից ներկայացնում է հենց ուժի ուղղությունը։ Պետք է գծել ժամանակի շատ կարճ ժամանակապահներով եւ հետեւաբար իրար շատ մոտ դիրքերի համապատասխանող երկու պահերի արագության վեկտորները։ Այսինքն, որպեսզի մենք ուժի ճշգրիտ ուղղությունը որոշենք, իրար շատ մոտ, այնքան մոտ, որ համարյա չկարողանաս զանազանել մեկը մյուսից։ Կորագիծ շարժման դեպքում, եթե մենք չենք կարողանում զանազանել մեկը մյուսից, ապա տեղի ունենում որոշում այդ
ուժի ուղղության որոշում, ինչպիսի ուժ։ Ուրեմն գրքում ներկայացված է, թե ինչպես են ուրեմն Նյուտոնը եւ Լեյբնիցը կարողացել մի տեսություն ստեղծել, որ կոչվում է դիֆերենցիալ հաշիվ։ Այնպիսի բառերի խիստ վերլուծությունը, ինչպիսիք են շատ մոտ, շատ կարճ բառերը, ամենևին էլ հեշտ չէ հենց այդ հեշտ չէ։ Հենց այդ վերլուծությունն էր, որ Նյուտոնին եւ Լեյբնիցին հանգեցրին դիֆերենցիալ հաշվի վերլուծությունը, այսինքն այս գաղափարի հիման վրա, որ մենք շատ մոտ կետ ենք վերցնում եւ այդ մոտ կետերի միջոցով ենք որոշում ուժի ուղղությունը, Նյուտոնին եւ Լեյբնիցին հանգեցրին դիֆերենցիալ հաշվի վերլուծությանը։ Ուրեմն Լեյբնիցը ծնվել է Գերմանիայում 1 հուլիսի 1646 թվականին։ Մահացել է 14 նոյեմբերի 1716 թվականին Հանովեր քաղաք, Գերմանիա։ Ծնվել է Գերմանիայում։ Լեյբնիցը։ Այստեղ ինչ է նկարված, երկու տեսակի ուրեմն կորագիծ շարժումներ, մեկը խիստ շրջանագծային շարժում է, իսկ մյուսը կորագիծ շարժում է, եւ որ մենք բարձունքից քար նետում ենք ներքև։ Նա կատարում է պարաբոլական շարժում, այդ պարաբոլական շարժման ժամանակ նա փոխում է իր արագությունը երկրի ձգողության ազդեցության տակ։ Եթե մենք իրար շատ մոտ կետեր վերցնենք եւ այդ մոտ կետերի համար գծենք նրանց արագությունները եւ նրանց արագությունների տարբերությունը գտնենք, ապա մենք կունենանք այս վեկտորը, որն ուղղված է դեպի ներքև, այսինքն ուղղված է դեպի երկրի կենտրոնը։ Իսկ շրջանագծային շարժումը ինչպես տեսնում եք, ուժ եւ արագության փոփոխությունը միևնույն ուղղություն ունեցող վեկտորներ են։ Շրջանագծային շարժման ժամանակ եմ ես այդպիսի բան նկարել, այսինքն շրջանագծային շարժման ժամանակ ուժի ուղղությունը կամ արագության փոփոխության ուղղությունը ուղղված է դեպի շրջանագծի կենտրոնը։ Մենք ուրեմն Նյուտոնը հենց այս է նկատի ունեցել, թե ինչպես է լույսինը պատտվում երկրի շուրջը։ Համարյա շրջանագծով է պատտվում, դրա համար Նյուտոնը գտել է, որ այդ ուժը ուղղված է դեպի երկրի կենտրոնը։ Բայց մենք դա չենք կարող ասել, օրինակ բանի դեպքում, երկրի շարժման դեպքում, երկիր արև հավաքարկում երկիրը շրջանագծով չի պատտվում արևի շուրջը, այն պատտվում է էլիպսաձև։ Այն պատտվում է ուրեմն էլիպսաձև։ 33-35-րդ էջերի գաղափարները։ Մենք զանգվածը իրականում որոշում ենք կշեռքով, կշռելու միջոցով։ Սա այն կարևոր գաղափարն էր, որից զարգացավ հարաբերականության ընդհանուր տեսությունը։ Էյնշտեյնը ներկայացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը, բայց օգտվել է
Հենց այս գաղափարի, որ իրականում որոշում ենք քշրելու միջոցով ենք որոշում զանգվածը։ Տեսեք, այստեղ F ուժի ազդեցության տակ երկու մարմիններ են շարժվում, մեկը բեռնավորված է, մյուսը բեռնավորված չէ։ Մենք քաշում ենք այդ սայլակը ու բաց ենք թողում։ Քաշում բաց ենք թողում եւ մենք գտնում ենք նրա արագությունը ինչի է ասել։ Իսկ երկրորդ դեպքում արագությունը տեսեք ավելի փոքր է, քան թե առաջինի դեպքում, որովհետեւ ուժը նույնն է, բայց արագությունը այդքան արագ չի շարժվում մարմինը։ Գալլեյը ուրեմն որպեսզի ստուգեր արդյոք մարմինները միևնույն ուժի ազդեցության տակ տարբեր արագությամբ են ընկնում երկրի վրա, թե ոչ։ Նա վերցրել է երկու գնդեր, որոնք ունեն տարբեր ուրեմն կշիռներ, հա։ Ու բաց է թողել, Պիզայի աշտարակից բաց է թողել, ինչպես գիտեք, Գալլեյը թողել է հենց Պիզայում, Իտալիայի Պիզա քաղաքում։ Երբ որ բաց է թողել, տեսել է, որ նրանք ընկնում են միաժամանակ։ Պատճառը ի՞նչն է, չէ՞ որ մենք գտանք, որ այստեղ գտանք, որ միևնույն ուժի ազդեցության տակ տարբեր քաշերով, ուրեմն ծանր մարմինը ավելի դանդաղ պետք է շարժվի, թեթև մարմինը ավելի արագ պետք է շարժվի։ Բայց ինչպես տեսնում ենք, այս Պիզայի աշտարակից բաց թողնված մարմինները երկուսները ընկնում են միևնույն ժամանակ։ Այդ ինչպես է այդպես։ Չէ՞ որ նրանց վրա նույն ուժը չի ազդում։ Նույն ուժն է ազդում, բայց մեկը ծանր է, իսկ մյուսը թեթև է։ Այսինքն մեր տեսության եզրակացությունը, որ ծանր մարմինները ավելի նույն ուժի ազդեցության տակ ավելի դանդաղ են շարժվում, քան թեթև մարմինները, սխալ է։ Բայց այնքան էլ սխալ չէ, բայց այս դեպքում չի գործում, օրենքը չի գործում։ 17-րդ դեպքի գաղափարները։ Այն ուժը, որով երկիրը ձգում է տարբեր զանգվածներով մարմիններ, տարբեր է։ Եթե զանգվածները տարբեր են, նշանակում է արագության փոփոխության մեջ է թաքնված շանգլուխը։ Այսինքն, եթե զանգվածները տարբեր են, ուրեմն ի՞նչն է տարբեր։ Արագության փոփոխության մեջ է թաքնված շանգլուխը։ Բացատրելու, որ ինչքան իներտ է մարմինը, այնքան դժվար է նրան տեղից շարժելը, ինչպես մենք տեսանք այս պատկերում։ Դժվար է նրան տեղից շարժելը, կամ դժվար է արագության փոփոխություն ստանալ, կամ արագություն ստանալ դժվար է Գալլեյի փորձում, բայց Նյուտոնը գրեց այսպիսի մի բանաձև, որ F ուժը, որով մարմինը ձգվում է երկրի կողմից, հավասար է G անգամ m բաժնած r քառակուսին, որտեղ r-ը մարմնից մինչև երկրի կենտրոն ունեցած հեռավորությունն է, m մեծատառը երկրի զանգվածն է, m փոքրատառը մարմնի զանգվածը։ Երբ որ մենք այս ուժով ենք այս բանաձևով ենք որոշում արագությունը, ապա ստացվում է, որ իրոք պետք է նրանք ընկնեին համարյա միաժամանակ։ Ինչ եմ ասում համարյա միաժամանակ, որովհետև այս
գաման M զանգվածը այստեղ M զանգվածը շատ ավելի փոքր է, քան թե M մեծատար զանգվածը։ Հասկանալի է։ Նյուտոնի երկրորդ օրենքից, երբ որ մենք այստեղ գրում ենք F մեծատար հավասար է M անգամ J, M-երը կրճատում են, ստացվում է J-ն հավասար է J անգամ M բաժանած R քառակուսի, այսինքն J արագացումը նույնն է բոլոր ուրեմն մարմինների համար, ինչպես մենք այստեղ տեսնում ենք Գալլեի փորձում։ Անցնենք մի քիչ ավելի խորը, ուսումնասիրման ֆիզիկական երևույթների, ինչպիսին են ջերմությունը։ 38-րդ էջի գաղափարը։ Մեր շոշափելիքի զգացումը միանգամայն որոշակիորեն հայտնում է մեզ, որ մի մարմին տաք է, իսկ մյուսը սառը։ Այսինքն, այստեղ ես նկարել եմ 3 տեսակի ուրեմն բաժակներ, այդ բաժակների մեջ լցված է, մեկի մեջ լցված է սառը ջուր, մյուսի մեջ լցված է տաք ջուր, գոլ ջուր, իսկ մյուսի մեջ տաք ջուր։ Մենք այս բոլոր հարցերը պարզում ենք ջերմաչափի օգնությամբ, մի գործիք, որը պարզագույն ձևով նախագծել է Գալլեյը։ Բայց մենք տեսեք, երբ որ սառից տաքին են, գոլին ենք անցնում, ասում են գոլը տաք է, սառը սառն է։ Բայց երբ գոլից անցնում են տաքին, տաքը ավելի տաք է, քան թե գոլը։ Այսինքն չենք կարող մենք այդպես միանգամից ասել, թե որն է տաք, որն է սառը, այսինքն հարաբերական է ամեն ինչ։ Այստեղ տաք ու սառը հասկացությունները հարաբերական են։ Եթե սենյակ բերենք տարբեր ջերմությամբ առարկաներ, նրանք որոշ ժամանակից կունենան նույն ջերմությունը։ Եվ իրոք այդպես է, ինչ ջերմություն ունի սենյակը, այն ջերմությունը ընդունում են նաև տվյալ առարկաները, որ դրսից բերել ենք ներս։ Ենթադրենք բարակ սրվակի մեջ սնդիկ է լցված, որպեսզի ստուգենք մարդը ջերմում է թե ոչ, սրվակը հպում ենք մարդու մարմնին։ Այսինքն, ինչ մարդու մարմնի ջերմաստիճանը կլինի, նույն ջերմաստիճանը կընդունի նաև սրվակի մեջի սնդիկը։ Սկզբունքորեն նույն երևույթն է տեղի ունենում, ինչ որ երբ որ ես ներս էի բերում տարբեր մարմիններ դեպի սենյակ։ Միայն այս դեպքում սնդիկի չափը փոխվում է համապատասխան մարդու ջերմության։ Այսպիսի ուրեմն եզրակացության են հանգել բժիշկ Բլեքը 1838 թվականին, երբ որ ցանկացել է որոշել մարդու ջերմաստիճանը, մարդը ջերմում է, թե չի ջերմում։ Այստեղից է առաջացել, թե ինչպես է 1838 թվականի ֆիզիկական երևույթների բացատրությունը։ 40-րդ էջի գաղափարը։ Այստեղ չի կարելի շփոթել ջերմություն եւ ջերմության քանակ հասկացությունները, չնայած այս ջերմություն եւ ջերմության քանակ հասկացությունները ուրեմն շատ դեպքերում նույնացնում են։ Թեև մարդու մարմինն ու ջերմաչափը ունեն նույն ջերմությունը, բայց չունեն նույն ջերմության քանակը։ Ջերմության քանակ հասկացողությունը մի քիչ ավելի ուրիշ է։ Նրանց ջերմության քանակը ցույց է տալիս մարմնի ներքին էներգիան կամ երկու մարմինների
երբ որ մարմինը իր ներքին էներգիան փոխում է մեկ այլ ներքին էներգիայով, ուրեմն այդ ներքին էներգիաների տարբերությունը նույնպես ջերմության քանակ է, որ հաղորդվել է այդ մարմնի։ Այսպեսի ուրեմն եզրակացություն է ներկայացել 40-րդ էջ գաղափարը։ Այսինքն տեղի ունի էներգիայի բաշխում։ Այսինքն ես նկարել եմ երկու տեսակի անոթներ, մեկը քիչ լցված ջրով, մյուսը շատ լցված ջրով, եթե նրանք ունենան նույն ջերմության քանակը, նույն ջերմությունը, բայց չունեն նույն ջերմության քանակը, այսինքն մենք ջերմաչափով, երբ որ չափում ենք ջերմաստիճանները, նրանք նույնը ցույց կտան, բայց նրանք չունեն նույն ջերմության քանակները։ Այստեղ գրքում շփոթել են ջերմություն եւ ջերմության քանակ հասկացությունները։ Այնուամենայնիվ, տեսակարար ջերմնակությունը դա տվյալ նյութի հատկանիշ է, որը ցույց է տալիս այն ջերմության քանակը, որն անհրաժեշտ է տվյալ նյութի 1 կիլոգրամը 1 աստիճան ցելսիուս ջերմաստիճանով տաքացնելու համար։ Սա ուրեմն 40-րդ էջի գաղափարն է։ 41-րդ էջի գաղափար։ Ինչ է ջերմությունը։ Հետաքրքիր է իմանալ ինչ է, ամենայն դեպս ինչ է ջերմությունը։ Մեր ուղեղը մի մարմնից դեպի մյուսը կատարվող ջերմության հոսքի պատկեր է ստեղծում։ Այսինքն կարծես թե այս տաք մարմնից ինչ-որ ջերմության հոսք է տեղ ունենում դեպի սառը մարմին, ինչպես նկարված է այս ձախ կողմի հետը կարմիր եւ կանաչ ուրեմն գույնի մարմինների պատկերը։ Համանման այն բանին, ինչպես ջուրը կարելի է բարձր մակարդակից հոսում է ավելի ցածր մակարդակ։ Ինչպես ջուրը ավելի բարձր մակարդակից հոսում է ավելի ցածր մակարդակ։ Հիմա այստեղ այդ գրքում այդ էջում նկարված է ջուր ջերմություն հասկացությունների տարբերությունը։ Ուրեմն գրված է ձախ կողմում ջրի համար ավելի բարձր մակարդակ իջել է ավելի ցածր մակարդակ։ Իսկ ջերմության համար գրված է ավելի բարձր ջերմություն իջել է ավելի ցածր ջերմություն։ Այստեղ ես կրճատ գրել եմ սպիրտ ջուր։ Մենք կարող ենք այդ նույն մեթոդով ուրեմն ջրի եւ սպիրտի համար ուրեմն տեսնել թե սպիրտը ասենք ինչ տեսակարար ջերմնակություն ունի։ Այդ եղանակով մենք կարող ենք ստուգել թե սպիրտը ինչ տեսակարար ջերմնակություն ունի։ Պարզապես մենք այս համեմատության միջոցով ենք կարողանում ուրեմն տարբերել ջերմություն հասկացողությունը։ Ջերմությունը համարել են սուբստանց, այսինքն սուբստանց, ինչ է նշանակում սուբստանց, որ մենք այդ մասին գիտենք, բայց չգիտենք թե դա ինչ է, այսինքն հասկացողություն, որ գոյություն ունի, բայց նյութական չէ։ Չէ, նյութականն էլ է մեր համարում սուբստանց, որովհետև սուբստանց է, ինչ տարբերություն, նյութական թե նյութական չէ։ Պարզապես գոյություն ունի, որովհետև մենք դա զգում ենք մեր զգայարների միջոցով։ Հասկանալի է։ Ինչևէ, այսքանով սահմանափակվենք, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։